Բարև ընկերներ, այսօր թեժ է լինելու։ Շնորհակալ եմ աջակցության եւ վստահության համար։ Մինչ սկսելը ցանկանում եմ ձեզ տեղեկացնեմ, որ իմ համար որևէ քաղաքական դերակատար նշանակություն չունի, կարևորը արդարությունն է։ Խնդրում եմ հավանել եւ տարածել տեսանյութը։ Շնորհակալ եմ չհայհոյելու համար։ Ընկերներ, այսօր խոսելու եմ երկու անձի մասին, մեկը իշխանական, մեկը ընդդիմադիր։ Նախ ցանկանում եմ խոսել Նուբարաշեն վարչական ղեկավար Անդրանիկ Գասպարյանի մասին։ Ըստ օդում գախված լուրերի, սեփական բնակարան չունեցող թաղապետը Նուբարաշենում բազմաթիվ հողեր է գնել, գրանցելով տարբեր մարդկանց անուններով։ Ասում են, որ Նուբարաշենում բոլոր ազատ հողերը սեփականացրել են Անդրանիկ Գասպարյանը եւ Նուբարաշենի նախկին թաղապետ Թելման Թադևոսյանը։ Ըստ օդում կախված լուրերի, անգամ քրեական գործ է հարուցվել այդ ապօրինությունների հետ կապված։ Անգամ պարոն Թելման Թադևոսյանին 2025 թվականի հունիսին բերման են ենթարկել ոստիկանություն։ Սակայն ինչպես բոլոր դեպքերում, այս անգամ եւս փորձ է կատարվում թաքցնել հերթական ՔՊԱ-ական պաշտոնյայի ապօրինությունները։ Ընկերներ, հիմա շատ նուրբ թեմայի մասին եմ խոսելու։ Խոսքը վերաբերվում է Վովայի Արշակին եւ նրա փեսաներին, հիմնականում Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Խնդրում եմ իմ հարցերի մեջ վարքաբեկման փորձ ման չգալ։ Եթե ցանկանում ենք ունենալ իրական մաքուր քաղաքական դաշտ, ապա պետք է բոլոր հարցերը ստանան իրենց պատասխանները։ Իմ տեսանյութերից մեկում ես հարցեր էի ուղղել Սամվել Կարապետյանի եղբոր որդուն եւ քաղաքական թիմին, սակայն նրանք մինչ հիմա լռում են, իսկ լռությունը վստահաբար այս պարագայում վատ ենթատեքստ ունի իրենց համար։ Իմ տեսանյութից հետո փորձ կատարվեց ֆեյքային գրոհների, որը իհարկե շատ արագ կանխվեց։ Ընկերներ, հստակ է մի բան, որ մենք պետք է ճշմարտությունը գերադասենք ցանկացած անձի պաշտամունքից։ Շատերը հարցնում են, ինչու եմ դիմակով։ Իրականում ոչ թե վախենում եմ, որ ինձ կձերբակալեն, այլ նրա համար, որ չեմ ցանկանում, որ մեր երկրում լինեն կուրչեր։ Ընկերներ, 2018 թվականի ցույցերի ժամանակ բոլորս էլ տեսած կլինենք այն տեսանյութերը, թե ինչպես Վովայի Արշակի տան մոտից հրոսախմբումը հարձակվում է ցուցարարների վրա, ինչից հետո որևէ անձ չկա դատապարտված։ Իսկ նույն Վովայի Արշակը շարունակում է իր ազատությունը վայելել, գերթանկարժեք մեքենայով շրջել եւ իրեն անպարտելի համարել։ Միակ մարդը, ով դատապարտվել է, դա Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն է, ով նաեւ վերոնշյալ Արշակ Հակոբյանի փեսան է։ Վովայի Արշակի մյուս փեսան կայացած եւ հայտնի բժիշկ է, ով աշխատում է Նաիրի բժշկական կենտրոնում։ Դավիթ Համբարձումյանի բաժանախ Զավել Մելիքյանը նաեւ շատ մտերիմ հարաբերություններ ունի ՔՊԱ-ական Հակոբ Սիմիդյանի հետ։ Ընկերներ, ամենայն հարգանքով յուրաքանչյուր անձի նկատմամբ, սակայն տեղեկություններ եմ ստացել, որ Դավիթ Համբարձումյանը գաղտնի կապերի մեջ է որոշ ՔՊԱ-ականների հետ։ Ըստ ստացված տեղեկությունների, առաջիկայում Դավիթ Համբարձումյանը ազատ կարձակվի։ Հիմա ցանկանում եմ հարցեր ուղղել Դավիթ Համբարձումյանին, հույս ունենալով, որ կարձագանքի եւ կմանրամասնի, թե արդյոք կա շփում Հակոբ Սիմիդյանի հետ կամ այլ ՔՊԱ-ականների։ Արդյոք կա պայմանավորվածություն, որ առաջիկա ընտրություններին չի խանգարելու ՔՊ-ին, ինչի դիմաց ազատ կարձակվի։ Խնդրում եմ հարցերս չհամարել վիրավորանք, քանի որ ես եւ յուրաքանչյուր հայ իրավունք ունի հարցեր ուղղելու ցանկացած քաղաքական պերսոնաժի։ Ընկերներ, իմ գերնպատակը Հայաստանում իրական հեղափոխություն անելն է, առանց շախմատային կոմբինացիաների, առանց նախկին եւ ներկա ռեժիմների։ Թե ինչպես ենք դա անելու, առաջիկայում հատուկ կներկայացնեմ, բայց դեռ պետք է, որ հայի համակիրները ավելանան։ Դու ես հայը, ես եմ հայը, մենք բոլորս հայ ենք։ Վաղը հանգստյան օր է, կհանդիպենք երկուշաբթի, իսկ վաղը իմ YouTube-յան ալիքով կարող եք դիտել փոքրիկ տեսանյութ մեր հերոսներից մեկի սխրանքների մասին, ինչի մասին իշխանական եւ ընդդիմադիր մամուլը լռում է։ Հարգանքներով, ձեր հայը։